Օրհնյալ է մեր Տերը։ Նստեք խաղաղության մեջ։ Շնորհակալ ենք թանկագիններ, Տերը օրհնի ձեզ։ Շատ ուժեղ երկինքը բացեցիք։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Թեթևությունը զգում ես մեջդ։ Ապաշխարելուց հետո լավ թեթևություն է գալիս, սիրելիներս։ Ամեն։ Հիմա մեկ կարող է մարդիկ լինեն մտածեն, այ ախպեր, ինչ են կարևոր ապաշխարենք։ Սիրելիներս, լավ բան է։ Դավիթ ասում է, Աստծո սրտին համեմատ մարդ էր։ Գիտես ինչի։ Ապաշխարող սիրտ ուներ։ Ապաշխարող սիրտ ուներ։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ է մեր Տերը։ Երկար ժամանակ Հոլանդում չեմ ծառայել, այսօր հնարավորություն ունենք հովիվից ծառայելու։ Փառք Տիրոջը, այսօրվա համար։ Ուրախ ենք նաև, որ մեր հովիվներն էլ ներկա են։ Փառք Տիրոջը ձեզ համար, հովիվ ջան։ Փառք Աստծուն, թանկագիններս։ Ուրախ եմ նաև, որ կարող եմ ձեր հետ մի փոքր կիսվել Աստծո խոսքով։ Ու հավատում եմ, որ սիրտդ բացել ես Տիրոջը, չէ՞։ Սիրտդ եթե չբացես, դժվար է մի բան առնես, թանկագինս։ Այսօրվա իմ խոսքի վերնագիրը այս ձև եմ վերնագրել լսող ականջ, կատարող սիրտ։ Լսող ականջ, կատարող սիրտ։ Ու շեշտը հիմնականում կդնենք կատարելու վրա, թանկագիններս, որովհետև կատարելով է, որ փոխվում է։ Մեր Անդրանիկ եղբայրը խոսեց, չէ, գործերը, անելիքները, գիտես, մենակ խոսալով բան չի փոխվում։ Պիտի գործես, որ փոխվի։ Պիտի քայլես, որ Հիսուսն էլ հետդ գա։ Պիտի գնաս, պիտի անես, որ Տերն էլ օրհնի քո ճանապարհները։ Պիտի խնդրես, որ տրվի քեզ։ Ամեն, սիրելիներս։ Այսօր միտեղ կկարդամ ու այդ տեղի շուրջ հիմնականում կխոսանք Մատթեոս 7-ի 24-ից կարդամ։ Հիսուսը խոսում է այստեղ իր ասելիքները ու ինչ պիտի անեք, ոնց պիտի ապրեք ու հետո 24 խոսքում ասում է արդ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Հալելույա։ Մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Ինչ ասում Հիսուսը, ասում է ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է, գիտես, մի բան եմ ուզում ասեմ, Հիսուսը ինչ ասում է, մեզ ասում, սիրելիներս, հավատքի մարդկանց ասում, թանկագիններս։ Ամեն միտեղ էլ որ նայում ես Աստվածաշունչը, ասում է եւ բոլոր հրեաներին, ովքեր հավատում էին նրան, նրանց ասեց։ Դրա համար ինչ խոսք որ խոսացվում է, մեր մասին է, սիրելիներս, Հիսուսը մեր համար է ասե։ Դրա համար ստեղ Հիսուսը հետաքրքիր է, ասում է ով որ լսում է եւ իմաստուն է, հունարեն թարգմանության մեջ ասում է ֆրոնիմոս բառն է իմաստուն է, որը նշանակում է հեռատես, խորաթափանց, հստակ դատողություն ունեցող։ Հեռատես, խորաթափանց, հստակ դատողություն ունեցող։ Դա իմաստուն մարդն է։ Իմաստունի ու իմարի մասին Աստվածաշունչը շատ է խոսում, չէ՞։ Սիրելիներս։ Ու ինչ է ասում։ Իր տունը ժայռի վրա շինեց եւ անձրևներն էլ եկան, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին։ Եվ նա չկործանվեցավ, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Տեսեք, Հիսուսը մեզ չի ասում չի լինելու այդ բաները։ Բոլորիս կյանքում էլ անձրևներ լինելու են, գետերը վարարելու են, քամիները փչելու են։ Բայց ասում է իմաստուն մարդը, որը որ լսեց ու կատարեց իմ խոսքերը, ինքը իր տունը ժայռի վրա հիմնեց։ Իսկ ժայռը ով է, թանկագիններս։ Ժայռը մեր Տեր Հիսուսն է։ Ամեն։ Ժայռի վրա։ Մեկ sense պատկերացրա հիմա որ խոսում եմ, որ նայում ես ծովի ալիքներին, չէ՞, sense գալիս են ժայռի վրա ինչ որ շինություն կա, ներքևից խփում են, այդ ջրերը հելնում է այդ շինության վրա լցվում է, բայց շինությանը ոչ մի բան չի լինում։ Բարձր ժայռի վրա է, սիրելիս։ Բայց ոնց է այդ ժայռի վրա, ոնց ենք մենք գնում այդ ժայռի վրա ու կառուցում մեր տունը։ Գիտես, սա անհատական խոսք է, ասեմ իմանաս։ Տունը կառուցել, չմտածես, որ ամուսինդ այդ տունը պիտի կառուցի, կամ կինդ այդ տունը պիտի կառուցի, եթե երիտասարդներ, երեխաներ էլ կան, կամ պապատ պիտի կառուցի, կամ մամատ պիտի կառուցի,
Անհատական է խոսքը, սիրելիս։ Ամեն մեկիս կյանքում գալու են անձրևներ, քամիներ եւ գետերը վարարելու են։ Հալելույա։ Ասում է եւ եկան եւ այդ տանը ոչ մի բան չեղավ, որովհետեւ ժայռի վրա էր կառուցե իր տունը։ Ինչքան է լինում, չէ՞, մենք հալելույա է մոտները, շատ լավ անցնում է բան, փոթորիկ չկա, քամի չկա, շատ լավ է, ոչ մի բան չկա, ընտիր։ Ո տերեսիշ լավ է քո ներկայության մեջ։ Քամի չկա, դժվարություն չկա, ամեն ինչ օքեյ է։ Բայց մեկ էլ տեսնում ես կյանքում գալու է։ Գիտես, ես չեմ մարգարեանում կամ չեմ ուզում։ Ուղղակի Հիսուսը ոնց ասել է, այդ եմ ասում։ Հիսուսն ասեց դժվարություններ, նեղություններ կունենաք։ Չասեց կարող է ունենաք, ասեց կունենաք։ Դրա համար ասում է, ով որ կառուցեց իր տունը ժայռի վրա, չջարդվեց, չկոտրվեց հետի։ Ու տեսեք նույն խոսքը, նույն ձևի Հիսուսը խոսում է նաև հաջորդը, ասում է եւ անձրևներն էլ եկան, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ 26 խոսքում ասում է եւ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց չի կատարում, այնտեղ կատարում, այստեղ չի կատարում։ Նա կնմանվի մի անխելք մարդի, որը իր տունը շինեց ավազի վրա։ Անխելք մարդու հունարեն թարգմանությունն եմ նայել, ասում է մորոս է կոչվում անխելքը։ Հիսուսը ասեց, չէ՞ միտեղ, որ մեկը իր եղբորն ասի մորոս, հիմար բառը կոչվում է մորոս, որը որ իր հոմանիշներն է տգետ, անխոհեմ, անհեռատես, խաբված։ Ու ասում է այդ մարդիկ իրանց տունը կառուցեցին ավազի վրա։ Ու նույն ձևի իրանց կյանքում էլ է գալի, եւ անձրևներն էլ եկան, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, նույն խոսքերն ասում, եւ նա կործանվեցավ։ Եվ նրա կործանումը մեծ էր, սիրելիներս։ Այստեղ Հիսուսը ուղիղ պատվեր է տալիս ինձ ու քեզ խոսքը ոչ միայն իմանալու համար, ոչ միայն լսելու համար, այլ խոսքը կատարելու համար, սիրելիներս։ Գիտես, Աստվածաշունչը ամբողջությամբ գրված է ճշմարտություն, ստորակետից, վերջակետից, մի խոսքով, ամեն ինչից։ Բայց Աստվածաշունչը, եթե քո պրակտիկայի մեջ չի օգտագործվում, ինքը դառնում է 0։ Խոսքը չի դառնում 0, քո կյանքում չօգտագործվածն է դառնում 0։ Դու գիտես, օքեյ, գիտես, հետո ինչ։ Հետո ինչ։ Եղել է, որ մի բան Աստված խոսացել է, լսել ես սրտիդ կպել է, էսի իմ մասին էր, էսի ես պետք է անեմ, ես պետք է փոխեմ։ Գնացել ես, մոռացել ես։ Մեկ էլ տեսել ես փոթորիկներն եկավ, հենց այդ խոսքի վրա, որը որ դու չէիր արել, չէիր փոխել, ասեմ քեզ ավելին, այսօրվանը վաղվան մի թող։ Այսօրվանը վաղվան մի թող։ Մեր մեծերը լավ բան էին ասում, գործի հետ կապված էին ասում են այսօրվա գործը վաղվան մի թող։ Ու շտես Աստվածաշնչա։ Վաղվա գործը կամ թերի արված, կամ չի արված։ Չկա, եթե այսօր Աստված խոսում քո սրտի հետ, այսօր ունես անելիք, վաղվան մի թող։ Պիտի այսօր զանգես մեկին, զանգի այսօր։ Պիտի այցելես մեկին, այցելի այսօր։ Պիտի մեկից ներողություն խնդրես, այսօր արա։ Պիտի մեկին մի բաժակ ջուր տանես տաս, այսօր տուր։ Ամեն, մեկ տենում ես հաջորդ օրը արդեն ուշ է։ Իմ կյանքում եղել է մի անգամ դեպք, մի հիվանդ մարդ կար, Աստված առաջնորդում էր ինձ, որ նորը ապաշխարել, առաջնորդում էր, որ գնայի աղոթեի իր համար, ամեն օր ասում էի, այսօր կգնամ, վաղը կգնամ, այսօր կգնամ, վաղը կգնամ, ու մեկ էլ իմացա, որ արդեն ինքը չկա։ Ունես մեջս բան էր եղել էլի, որ ինչի, ախր կարող է գնայիր, հասնեիր, ոչ թե դու չգիտես Աստծո գործերը։ Ախր ասում էր Տերը, գնա մի հատ իրան տես։ Դրա համար շատ կարևոր է այսօրվա քո սրտի մեջի դրվածը այսօր արա։ Լսող ականջ։ Գիտես, շատ ժամանակ մենք լսող ականջ ունենք, բայց կատարող սիրտ է պետք։
Կատարող սիրտ է պետք։ Աստված հետաքրքրված է ու Աստծուն շատ հետաքրքիր են կատարող մարդիկ, ովքեր որ կկատարեն իր խոսքը։ Շատ կարևոր է սա, թանկագիններս։ Լսելը նայեք, հիմա խոսքը ես կխոսեմ, ուրիշ մարդ կխոսի կամ ընդհանուր մեր խոսակցությունների մեջ, տեսեք, խոսքը արձակվում է ամբողջ ժողովրդի վրա։ Ու շատերս լսում ենք։ Հիմա այս ժողովրդից, ովքեր որ խոսքը լսեցին, վերցրեցին ու կատարեցին, իրանց կյանքը փոխվեց։ Բայց այդ խոսքը նույն խոսքը գնում արձակվում է բոլորի վրա։ Բայց մի քանիսը ուղղակի ստեղից մտավ, ընդեղից գնաց։ Մի քանիսի մոտ ստեղից մտավ, մի պա խորեց, նորից եկավ մի հատ ուրիշ խոսք գնաց, բայց մեկն էլ կար, մտավ, վերցրեց, խորեց ու տարավ իր սիրտը։ Այն խոսքը, որը դու խորեցիր տարար քո սրտի մեջ, հավատում եմ, ինքը պատուղա տալու։ Ինքը պատուղա տալու, սիրելիս։ Բայց այն խոսքը, որ դու լսեցիր ու գնաց ու իմացար, գիտես շատ ժամանակ կդառնաս ուղղակի իմացող։ Ուղղակի իմացող։ Եղել է, որ մեկի հետ խոսում ես, մինչև սկսում ես մի տողից ասել, ասում է Մատթեոս 25:30, Հակոբոս 15:26, դու չգիտես էլ շատ տեղերը, ինքը լրիվ տեղերն ասում է, բայց մի փոքր էլ որ խորանում ես, տենում ես գիտություն ա իր մեջ, կյանք չկա։ Կյանք չկա։ Բայց մեկը ուղղակի գիտի որ Հիսուսը սեր է, գիտի որ իրան սիրում է, գիտի իր մեղքերը ներել է, ինքը դրանով այնքան ուրախ է։ Դու ամեն ժամանակ ուզում ես այդ մարդու կողքը կայնես, ինքը լցված է այդ ուրախությունով։ Այո, գիտությունը լավ է։ Պիտի իմանանք թանկագիններս, բայց գիտությունը չի կենթանացնողը։ Տիրոջ հոգին է կենթանացնողը, թանկագիններս։ Դրա համար շփումից, երբ որ դու հարատև մնում ես Տիրոջ շփման մեջ, դու գիտես ինչա քո մոտ ձևավորվում, քո մոտ ձևավորվում է վստահություն առ Աստված։ Որ քո դժվարությունների մեջ սկսում ես ոչ թե նայել այդ դժվարությանը, այլ սկսում ես նայել Տիրոջը։ Մի բան ասեմ, թանկագիններս, ամբողջությամբ վստահված է Տիրոջը, չգիտեմ, կարող էլ բան չկարդանք ստեղից, թող ինքը տանի ոնց ուզում է։ Նայ, եթե ունես խնդիր, որի համար տարիներով աղոթել ես, ու չի փոխվում, նույնն է մնացել, ամեն օր աղաղակում ես, գոռում ես, ղժում ես, լացում ես։ Գիտես, կարող մեռնես այդ խնդրիդ մեջ։ Հիմա ինձանից քեզ որպես եղբայր մի բան եմ ուզում ասեմ։ Այդ խնդիրդ, որը որ կա, այդ խնդրիդ համար սկսի Տիրոջը փառք տալ։ Սկսի Տիրոջը երկրպագել։ Սկսի ասալ. Տեր, շնորհակալ եմ, որ դու իմ Աստվածն ես։ Շնորհակալ եմ, որ դու բարի ես, որ դու ողորմած ես։ Տեր, դու գիտես ամեն բան։ Հիսուսը ասում էր, երկնքի արքայությունը եւ արդարությունը կանչեք, մնացած ամեն բան կտրվի ձեզ։ Մենք շատ ժամանակ, ես էլ ձեր հետ մեկտեղ, թանկագիններս, շատ ժամանակ աղաղակում ու գոռում ես խնդրիդ համար, լացում ես, ընկնում ես Տիրոջ առաջ։ Բայց մեկ էլ տենում ես երկար ժամանակ, կա այդ խնդիրը։ Ես փոխել եմ իմ աղոթքը։ Ես հիմա Տիրոջը փառք եմ տալի։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Շնորհակալ եմ, ինչքան բարի ես դու։ Ինչ լավ է, Տեր, որ դու իմ Աստված ես։ Ինչ լավ է, որ ես քեզ ունեմ։ Ինչ լավ է, որ ով հասկանա, չհասկանա ինձ, դու ինձ գիտես, Տեր։ Դու իմ ներսը գիտես, Հիսուս։ Դու գիտես ինձանից ավելի շատ, ու քո սիրտն է ցավում իմ վրա։ Շատ խորն է ինքը, սիրելիս, այսօր չեմ ասում ինչ որ ես խղճահարության առարկա դառնամ մարդկանց, չէ, ես ուրիշ բան եմ ասում, բացել այս ինձ Տերը։ Ես ուզում եմ, որ քո կյանքում էլ, գուցե քո խնդիրը քո առողջությունն է, գուցե քո խնդիրը քո երեխու ապաշխարությունն է, քո խնդիրը քո ֆինանսն է, քո խնդիրը չգիտեմ որն է, դու գիտես։ Երկրպագի Տիրոջը, փառք տուր Հիսուսին, փառք տուր Տիրոջը, սիրելիս։ Քո խիղճը այդքան առավել չի քո վրա, քան թե մեր Տեր Հիսուսի խիղճը քո վրա։
Շատ կարևոր է էսի, սիրելիներս։ Ու Աստված այնքան հաճելի է իրան, որ տեսնում ա դու դժվարության մեջ հայացքդ խնդրից փոխել ես դեպի իրան։ Էսի գիտես ինչ է նշանակում, որ ոչ թե որ ես ստացա նոր նայեցի քեզ։ Չէ Տեր, ես նայում եմ քեզ։ Ես վստահում եմ քեզ։ Դու իմ Աստվածն ես, Տեր։ Կապ չունի իրավիճակները, սիրելիներս, ինչ է մեզ թելադրում ու ասում այսօր մեր կյանքերի մեջ։ Նա բարի է։ Նա արդար է։ Նա սիրում է քեզ։ Նա ողորմած է։ Սրանք շատ կարևոր է մեր սրտի մեջ գիտակցելու ու հասկանալու։ Քո խնդրի մեջ, ինչի միջով որ դու անցնում ես, իմացի մի բան։ Աստված արդար է քո խնդրի մեջ։ Աստված արդար է, սիրելիս։ Ամեն։ Հզոր է մեր Աստված։ Փառքը լինի իրան։ Փառքը լինի իրան, որ իրան ունենք, սիրելիներս։ Մեկ-մեկ որ հետ ես նայում, ասում ես Տեր, քեզ չունենայինք, ինչ պետք է անեինք։ Ինչ պետք է անեինք։ Ոնց պետք է անեինք։ Բայց հենց հետ ես նայում առանց իրան, տենում ես կարող է չլնեիր դու արդեն։ Ասում ես կարող է ես արդեն չլնեի։ Դրա համար թող երկրպագությունը սրտիդ մեջ լինի ամեն անգամ։ Ամեն ժամանակ Տիրոջը փառք տուր, փառք։ Մեկ է սկսում ես Տիրոջը փառք տալ, մեկ էլ են տխրությանը դեմքը փոխվում է ուրախության։ Օտեր, իշտում է Տիրոջ հոգին, սկսում ես ուրախանալ, խնդիրը կա։ Ասեմ քեզ, խնդիրը չի գնացել։ Խնդիրը կա։ Բայց գիտես ինչ է կատարվում։ Դու պոկվում ես գետնից վերև ու խնդրից բարձրանում ես վերև։ Միշտ մենք ջարդվում ու փշրվում ենք խնդրի մեջ լինելով։ Բայց խնդրից որ բարձրանում ես վերև, էլի խնդիրը կա։ Բայց դու ես բարձրացել։ Ամեն, դու ես պոկվել։ Ինչ էր Հիսուսն ասում, երկնքի արքայությունն ու արդարությունը խնդրեք։ Մնացած ամեն բան կտրվի ձեզ։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Շնորհակալ ենք, որ մեզ վերցնում ու բարձրացնում է։ Ասում է վերևից։ Գիտես խնդրին, երբ որ սկսում ես վերևից նայել, փոքրանում է։ Կա էդի։ Լավ է որ գնա։ Բոլորս ուզում ենք, բայց կարա մնա։ Այո, մենք հավատում ենք, որ Տերը ամեն խնդրի լուծումն է։ Բայց կա բաներ, չգիտես, կարա մնա։ Չգիտես, Աստծո արդարությունը մերը չի։ Աստծո խորհուրդները մերը չի։ Ամեն թանկագիններս, հալելույա։ Սիրելիներս, Աստծո խոսքը, որը որ խոսում է իմ ու քո կյանքում, երբ որ ես ու դու մասամբ ենք կատարել, մենք իր խոսքը չենք կատարել։ Մասամբ կատարած խոսքը դա կատարած չի։ Դու ուղղակի մասամբ կատարել ես, որտեղ քեզ ա ձեռ տվել, դրանք ես կատարել։ Աստծո խոսքը, որ խոսացվում է մեր կյանքում եւ բաներ կա, որ պիտի անես, դու պիտի ամբողջությամբ անես։ Այ ամբողջությամբ որ անում ես, հետևի օրհնությունը տեսնում ես արդեն։ Աստված մասամբ չի օրհնում։ Մի պուճուրտամ մի ձև յոլա գնա, բառը չիմացա որը օգտագործեմ։ Աստված օրհնելուց առատությամբ օրհնում, սիրելիս։ Դրա համար իր խոսքը պահիր ամբողջությամբ։ Ամեն կատարելը շատ կարևոր է։ Թանկագիններս, գիտես, ինչ որ Հիսուսը մեզ ասում անենք, մեր համար է ասում։ Էսի կարևոր բան է իմանանք։ Ինքը իր համար բան չի ասում, մեր համար է ասում։ Այ երբ որ տեսնում է Հիսուսը, սկսում ես դու արդեն անել ու կատարել, ասեմ, որ այտենց սրտեր է փնտրում Աստված, որը որ կհնազանդվի, կկատարի։ Մենք էլ տեսնում ես արդեն ուշադրության կենտրոնում ես դու։ Ում Տիրոջ։ Արդեն տեսնում է, որ դու կատարող ես ու քեզ, որտեղ երբ որ նայում ես Աստվածաշունչը, թանկագիններս, Աստված գործեց բոլոր նրանց հետ, ովքեր որ լսեցին, հնազանդվեցին եւ կատարեցին։ Ամեն սիրելիներս։
Դա համար շատ կարևոր է կատարելը քո կյանքում։ Կյանքը չի փոխվելու այնքան ժամանակ, մինչև որ դու չանես այն, ինչ որ Աստված քեզ ասում է։ Բնավորությունը չի փոխվելու այնքան ժամանակ, մինչև դու չանես այն, ինչը որ քեզ Աստված ասում է։ Բայց գիտես այդ անելը որտեղից պիտի լինի։ Կատարող սիրտ։ Այդ անելը ձևական ցույց տալը դրսի երևույթը չի փոխելու քո կյանքը։ Դու կարաս մարդկանց առաջին ցույց տաս, չնայած որ ցույց տալ չի ելնում, սիրելիներս։ Մենք հավատքի մարդիկ ոնց որ բաց ենք, չէ՞, երևում է դա։ Չես էլ կարա մի օր, երկու օր, 5 օր, 10 օր, բայց տեսնում ես, դրսի երևույթ է։ Ներսդ պիտի փոխվի։ Ներսը սրտիդ մեջ պիտի որոշում գա։ Ասեմ քեզ մի բան, ոչ մեկ քո անելիքը չի կարող անի։ Քո տեղը։ Ոչ մեկ հովիվ իմ տեղը ոչ մի բան չի կարող անի։ Ինքը կարող է ինձ ճանապարհ ցույց տա, խորհուրդ տա, օգնի ինչ-որ բանի մեջ, բայց գիտես, այդ որոշողն ու կատարողը դա ես եմ։ Դա ես պիտի անեմ։ Չեմ կարա ես իմ երեխային ինչ-որ բանի մեջ իր տեղը մի բան անեմ։ Մեկ ասում եմ, ես կուզեի անեի Տեր։ Անես կուզեի իմ կնոջ տեղը, իմ երեխայի, իմ ծնողի, չգիտեմ, իմ քրոջ, իմ եղբոր, անես կուզեի ես կարենայի դա անեի։ Մեկ նայում ես, ասում ես, ես այդտեղից անենց հեշտ կհելնեի։ Բայց իր մոտ կյանքում մեկը տենուս տարիներով այդ բանը չի փոխվում։ Գիտես ինչի հարցը։ Որոշման հարցը, սիրելիս։ Դու պիտի որոշես անես։ Դու պիտի որոշես կատարես։ Այսօր քո կյանքում ինչ որ իրավիճակի միջով եթե դու անցնում ես, իմացի, դա դու պիտի անցնես։ Այո, լավ է օցիալների մոտ գալ, աղոթել, լավ է իրականում խոսք ստանալ, բայց իմացի, խաչը, որը որ դու տանում ես, դու ես տանելու։ Դու ես տանելու։ Դու ես տանելու։ Ամեն։ Բայց գիտեք, շատ կարևոր բան է, երբ որ տեսնում ես, եղբայրդ, քույրդ, բարեկամդ, ինչ որ խաչ է տանում, տեսնում ես իր կյանքում։ Գիտես, մի եղի մեկը, որ կհելնես կնստես այդ խաչի վրա։ Հասկանում ես ինչ եմ ասում, սիրելիս։ Եղի մեկը, որ մեկ ուսդ կգցես, այդ խաչը մի քիչ էլ դու կտանես հետը։ Ինքը տանում է մեկը, ու տանելու է ու հաղթությունով դուրս է գալու։ Բայց դու եղի մեկը, որը որ երբ որ այս մարդը դուրս կգա այդ դժվարությունից, կասի գիտես ինչ կա։ Այս քույրը կամ այս եղբայրը ոչ թե ինձ տրորում էր այդ ժամանակ, այլ ինձ օգնում էր։ Այլ մեկ ոտերս որ թուլացել էր, չէի կարող այդ հայի վերցրեց իր վրա, մի մետր տարավ։ Հիսուսը իր խաչը ինքը պիտի տաներ, սիրելիս։ Բայց գիտես, մեկի անունը գրվեց Աստվածաշնչում, իհարկե զորով բերեցին իրան, գցեցին որ տանի։ Բայց ասма Գյուրենացի Սիմոն էր, ինչ էր անունը, չգիտեմ։ Ու ինքը եկել էր զատիկին մասնակցելու, բայց իր անունը գրվեց։ Գիտես, որտեվ ասма եւ վերցրեց խաչը։ Տարավ։ Եղի մեկը, որ ոչ թե կնստես այդ խաչի վրա, որը որ տանում է քո քույրը, քո եղբայրը, քո բարեկամը, քո երեխային, քո չգիտեմ ով, այլ եղի մեկը, որ կօգնես։ Ամեն, մենք թանկագիններս իրար օգնելու համար ենք։ Ամեն սիրելիներս, մենք իրար բարձրացնելու համար ենք։ Մենք իրար զորացնելու համար ենք։ Մեկ կայնի կողքը, մեկ ուշ տուր, մեկ ասա սա լավ է, այդ մենք առաջ։ Ինքնա տանելու մեկը մի վախեցի։ Հալելույա։ Հալելույա, փառավոր է մեր Տերը, սիրելիներս։ Այնքան բարի ու քաղցր է ինքը։ Շնորհակալ ենք Հիսուսին ամեն բանի համար։ Ղուկաս 6:46-47 Ինչու եք ինձ Տեր ասում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Հալելույա։ Նա ով լսում է եւ կատարում նման է այն մարդուն, որ տունը շինեց ժայռի վրա։ Այստեղ նորից Հիսուսը կատարողի մասին է խոսում, սիրելիներս։ Ինչքան է լինում, չէ, Տեր, հետևից մռնում ենք, մի բան ասում է, չլսելու ենք տալի, չէ, մենք չենք լսե։ Ասա ինչ ես ինձ Տեր ասում ուշեղ ջան, բայց իմ ասածները չես անում։ Դրա համար եկեք թանկագիններս մենք
Աստծո խոսքը կատարողներ լինենք։ Ամեն, կատարելով գիտես ինչա կատարվում։ Մի բան, փոխվում է քո ներսը, աշխարհը չես կարա փոխես, ասեմ իմանաս։ Շատերը փորձեցին, չկարեցան։ Բայց գիտես դու ինչ կարաս անես։ Դու կարաս փոխես քո ներսը ու քո ներսով մեկի ներաշխարհը փոխես։ Ամեն սիրելիներս, մեկի ներաշխարհը փոխես։ Որովհետև մարդիկ տեսնում են քո փոխված ներսը ու քեզանով փոխվում է իր ներսը, իր ներաշխարհը։ Դու կարողանում ես իր ներաշխարհի մեջ օգնական լինես իրան։ Գիտես ինչով, քո փոխված ներսով։ Դրսի երևույթով, չգիտեմ, գիտությունով չես կարա փոխես։ Չես կարա։ Ինքը գուցե բաներ խոսած դժվարության մեջ անցնող, ինքը 10 անգամ ավել քեզ հետ պատասխանի իր իմացությունով, բայց քո փոխված ներսով իր ներաշխարհը կարաս փոխես։ Ամեն սիրելիներս, ու այդ ամեն ինչը կատարելով է։ Մենակ լսելով չի, սիրելիս։ Մենակ լսելով չի։ Ամեն, եկեք մենք մարդիկ լինենք, որ իրականում խոսքը կգա, կլսենք ու մեկ էլ հանդիմանական խոսք է գալու, սիրելիս, բայց գիտես խի, որ փոխվի քո ներսը, որ բաց թողես այդ, մեկ է տենաս ազատես, որտեղ բռնել ա ներսիցդ մի բան, Հիսուսն ասում է, որդիս, ների ես մարդու, որ ազատ լնես։ Պինդ բռնում ես այդ չներումը ու գնացեք հնել է ինքը հանգիստ, դու տեղերիդ մեջ ֆռում ես ամբողջ գիշեր։ Բաց թող Հիսուսն ասում է։ Ինչքան ժամանակ մենք գիտենք, չէ, որ պիտի բաց թողենք, բայց չենք կարող բաց թողենք։ Այդտեղ գալիս է խոսք, ոչ ուժով է, ոչ զորությունով է, այլ Աստծո հոգով է։ Ամեն, ուտեղ սկսում ես խնդրել, Տեր, օգնի, չեմ կարում, Տեր, օգնի, չի լինում, Տեր։ Տերն է նայում է ու սրտիցդ հելածը տենում է ու իրանը նենց հաճելի է, ասում է, օ, տղես իմ կարիքն ունի, հալելույա, կհասնեմ, կօգնեմ, ու իր հոգին քեզ բարձրացնում է, սիրելիս։ Ամեն, խնդրենք վերինները, որտեղ մեր Տեր Հիսուսն է նստում, թանկագիններս, երկրի վրայինները սպանող է, վերինները խնդրենք, օրհնյալ Տեր Հիսուսս։ Հովհաննես 8:3 Եվ Հիսուսը իրան հավատացած հրեաներին ասեց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Կենալ խոսքի մեջ, դա չի նշանակում մենակ իմանալ։ Կենալը դա մնալ, անել, փոխել։ Ճշմարտապես իմ աշակերտներն եք ասեց։ Մենք շատ ենք չի ասում, մարդկանց ասում ենք, ճշմարտությունը ճանաչես եւ ճշմարտությունը կազատի քեզ։ Բայց ճշմարտությունը ճանաչել եւ ճշմարտությունը ազատել քեզից մի խոսք վերև Հիսուս էս խոսքն է ասում։ Դրանից հետո ինչ ասում, ասում է եւ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Մնացեք իմ խոսքի մեջ, կատարեք իմ ասածները եւ ճշմարտությունը կճանաչեք։ Եվ ճշմարտությունը կազատի ձեզ։ Փաստորեն մենք ինչ ենք, մենք բերդի մեջ ենք, սիրելիներս։ Ազատությունը գալիս է մենակ Տեր Հիսուս Քրիստոսով իրան ճանաչողությունով։ Երբ որ դու ճանաչում ես Հիսուսին, արդեն իր ասածներն էլ անում ես, ազատություն է գալի կյանքիդ մեջ։ Ինքն է իր մոտ է բերդի բալանիները, ամեն թանկագիններս։ Հալելույա, բացում է ու գնացիր ազատության մեջ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք մնանք, կենանք իր խոսքի մեջ։ Իր խոսքի մեջ էփենք, անենք այն ինչը որ ինքը ասում է։ Երկար մեկ սկսում ես ռեգուլյար անել, աղոթել, կարդալ, ու իր ասածներն անել, նաև ծառայել, քո անելիքների մեկ տեսնում ես շատ բաների համար չես էլ աղոթե։ Մեկ տեսնում ես ազատ ես դրանից արդեն։ Այն որ ելնում էր դեմդ գլուխը թեքում էիր, հիմա ելնում է դեմը նայում ես ուղիղ աշկերի մեջ, ասում ես ոնց ես աղբերս, քուրս։ Բան էլ չես արի, ուղղակի մնացել ես իր մեջ։ Ամեն սիրելիներս, մեր առաջնային նպատակը դա Հիսուսի մեջ մնալն է։ Հիսուսն ասում էր, դուք մնացեք իմ մեջ, ես էլ հոր մեջ։ Էլ չէր ասում շատ բաներ արեք, մնացածը կլինի ասում էր։ Ամեն սիրելիներս, Հիսուսի մեջ կենալ։ Կորինթացիների 1:9 իմ շատ սիրած համար է, ասում է
Այնքան սիրած է, որ անգիր գիտեմ։ Ասում է, եւ հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցանք դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Շատ ուժեղ խոսք է, սիրելիներս։ Աստված փաստորեն, երբ որ մեզ կանչում է, ունի նպատակ մեր կյանքերի համար։ Գիտես որն է այդ նպատակը։ Դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Դեպին ինքը նշանակում է ուղղություն։ Երբ որ դու նավիգացիայով մի բան խփում ես, ինքը ասում է դեպի, չէ՞։ Ուղղություն է տալի, ուղղություն դեպի Ֆիանեն, ուղղություն, չգիտեմ, Գերմանիա, դեպի գնա։ Հիմա ինչ ասում առաքյալը մեզ, ասում է առաջնային բանը, երբ որ Աստված կանչեց, դու եկար ասեցիր այո եւ ամեն, քո նպատակը եղավ առաջնային դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Գիտես ինչի, որ Հիսուս Քրիստոսով Աստված նախ առաջինը քեզ սիրի, որ իրանով սիրի, ամեն ինչ որդիով է սիրելիս։ Մենք մտնում ենք Աստծո որդու մեջ եւ Աստծո որդին էլ Աստծո մեջ։ Ու Աստված այտենց սկսում է մեր հետ հաղորդակցվել։ Ամեն բան որդիով է։ Համար շատ կարևոր է քո նպատակը, եթե մինչև այսօր ուրիշ էր, այսօրվանից թող ամենաառաջին նպատակը լինի հաղորդություն Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ամեն, շատ կարևոր է սիրելիս։ Ու ընդեղից գալիս է հետևանքները։ Հետևանքները թող լինի Հիսուսից։ Իսկ մենք շատ ժամանակ այն հետևանքները վերում ենք Հիսուսից առաջ ենք դնում։ Հիսուսն ինչ էր ասում, ասում էր իմ վրա կառուցեք։ Մատթեոս 7-ի մեջ, չէ՞, ժայռի վրա։ Սիրելիս, ինչի վրա որ կառուցես, բացի ժայռից, ավազա։ Ավազա։ Փախնելու է մի օր փոթորիկների ժամանակ։ Մենակ Հիսուսի վրա կառուցված մարդը կարա ամուր կանգնի փոթորիկների ժամանակ, սիրելիս։ Գիտես, կարաս դու քո ծառայության վրա կառուցես։ Դու կարաս, ես դեմ չեմ ծառայությանը, դու կարաս քո գթության վրա կառուցես, դու կարաս քո ընտանիքի վրա կառուցես, դու կարաս տարբեր տեղեր։ Տեսեք, ամենամոտիկ բաներն եմ ասում, որտեղ որ կառուցես, ավազա։ Հիսուսի վրա կառուցվածը եւ Հիսուսը որպես հիմք ու արմատ հետևանքները նորընդեղից պիտի գա։ Ամեն սիրելիներս, համա շատ կարևոր է Հիսուսի վրա կառուցել։ Հալելույա, հենց օգնեք ձեռով արեք, ստոպ կտանք։ Ով է սիրում Հիսուսին։ Ես էլ ձեր հետ միասին։ Այն կողմը ձեռ չեմ բարձրացնում։ Հոգով եմ բարձրացրել իրանք։ Տերը օրհնի թանկագիններս։ Եվ Հիսուսը հարցրեց նոր, ով է ինձ սիրում։ Մենք էլ ասեցինք մենք։ Ու Հիսուսը Հովհաննես 14:15-ում ասում է, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Ամեն սիրելիներս, տեսեք, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Էլ չասես անգարց Հիսուսին, ես քեզ սիրում եմ ու իր ասածը չանես։ Հիսուսը ուղիղ ասում է, ինձ սիրողը իմ պատվիրանները կանի։ Հալելույա։ Փառավոր է մեր Տերը։ Այո, դժվարության մեջ էլ, մեկ-մեկ չենք էլ կարում անենք, դժվար անթաց կա, գնում ենք սիրելիներս, բայց կարևորը իր հետ մնալն է, կամաց կսովորացնի, ընես չի մի անգամուց է էսի լինում, կարևորը իր մեջ մնալ, խոնար սիրտ ունենալ, հնազանդվել իրան, մնացածը կամաց կփոխվի սիրելիներս, ամեն, բայց մեկ-մեկ լավ է, որ այդ կամաց-կամացը, մեկ-մեկ այնքան հնազանդ ես, որ այդ կամաց-կամացը մի քիչ էլ ուժեղանում, արագանում է, շատ կամաց չի, ասենք 10 տարվա մեջ մի բան փոխվի։ Մեկ-մեկ մարդիկ կան 10-15 տարի եկեղեցում են, նայում ես նույն բնավորության մարդ է, ոնց սկզբից տեսել ես, այդ նույն բնավորության, ոչ մի բան չի փոխվել այդ մարդու մոտ, նույն ձևի։ Բայց նայում ես մարդ, նոր է եկել եկեղեցի, օրեցօր իր կյանքում բան է փոխվում։ Դու տեսնում ես օրեցօր այս մարդու կյանքում բան է փոխվում, թե բնավորություն, թե սիրտը բացվել է ծառայության, թե չգիտեմ, տեսնում ես, որ սրտանց փոխվում է, ոնց, հարց։ Լսեց եւ կատարեց։ Լսեց եւ կատարեց։ Ամեն սիրելիներս։ Դրա համար եթե մեկը եկեղեցում է, դու 15 տարի ես եկեղեցում, մեկը 2 ամիս, 3 ամիս, 6 ամիս եկե անցել է քեզանից արդեն։
Մի նեղվի դրանից։ Դու էլ աներ, դու էլ կգնայիր առաջ։ Դրա համար իմացի ինքը անում է։ Անում է, անող մարդ է։ Անող մարդուն հովիվն էլ է տեսնում։ Տենում է անողը գործ է տալի անելու։ Տենում է փոխվողը տեղ է ուղարկում։ Իհարկե Աստված խոսում է, չէ, ցույց է տալի անողին։ Քանի անգամ, երկու անգամ ասես ինձի չանեմ, անողին է տեսնելու։ Մեկը անելու է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Սկզբից Հովիվը ոնց որ սա ընդհանուր քարոզը տվեց կարճ իր աղոթքով, շատ լավ էր էլի, այդ ինձ օրհնվում եմ, որ մինչև ծառայությունը զգում ես, որ Աստծո հոգին մեկ է, ու զգում ես, որ Տերը իրականում պատրաստել է։ Հակոբոս գիրքը գնանք թանկագիններս։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք քեզ։ Հակոբոս 1:21-ից կարդանք։ Սրա համար ամեն աղտեղություն եւ չարություն, առավելությունը դեն գցեցեք եւ խոնարհությունով ընդունեցեք ձեր մեջ սերմված խոսքը, խոնարհությունով, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։ Ու հետո ասում է, բայց խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսողներ, ձեր անձերը խաբելով։ Ու շատ հետաքրքիր համեմատական է բերում, որ Հովիվը խոսեց չէ հայլու մասին։ Ստեղ պարզ հայլու մասին է խոսում, որը որ Աստծո խոսքն է սիրելիս։ Հայլին համեմատական Աստծո խոսքին, Աստվածաշնչին, սիրելիներս, որտեվ դու բացում ես իրան, նայում ես իրան, ինքն էլ քեզ է նայում։ Տենց է, չէ՞։ Մեկ-մեկ որ նայում ես իրան, ուրիշին մի տես, քեզ է ցույց տալի ինքը։ Մեկ-մեկ նայում ենք, կարդում ենք, ասում ենք, չէ, էսի այն աղբոր համար էր, էսի այն քրոջ համար էր, Աստված քո մասին է խոսում։ Շատ կարևոր է։ Իհարկե, եթե բացի հոգով իրա որ ասի այս աղբորը փոխանցի քրոջ է, դա ուրիշ բան, բայց ինքը հայլի է հենց մեզ համար։ Ասում է, վասնզի եթե մեկը միայն խոսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին, որ պշված մտիկ է տալիս իր իսկական երեսին հայլու մեջ։ Տեսեք, հիմա մի հատ բանով ցույց տամ, սենց տեսանելի։ Դու տանից դուրս ես գալի, հայլի ունենք, չէ, բոլորս էլ, մի հատ նայում ենք, նոր ենք դուրս գալի։ Մեկ-մեկ դուրս գալիս ես, հայլին նայում ես, հայլում ես, տեսնում ես, մի բան են չի էլի մոտդ։ Կարելի ասենք դուրս ես գալի, մարդիկ տեսնելու են, կարելի է փոխել, չէ, ինչի համար ենք մենք նայում, որ նորմալ կոկիկ դուրս գանք, չէ։ Տեսնում ես, ասում ես, դե լավ է, ով պետք է տենա, ու դուրս ես գալի։ Ու գնացիր։ Ստեղ հենց այդ ձևի համեմատություն անում առաքյալը, ինքը ինչ ասում, Հակոբոս ասում է, մեկը տեսավ ու գնաց։ Այդ այն է, երբ որ ես բացեցի Աստվածաշունչը, կամ ինչ-որ մի քարոզի, կամ ինչ-որ մի քրոջ, եղբոր, մեկի միջոցով Աստված, որպես հայլի ցույց տվեց ինձ, իմ իրավիճակը, իմ թերությունը, ես տեսա, բայց ես լսեցի ու գնացի, այդ իմ մասին չէր։ Ու շատ հետաքրքիր է համեմատություն անում ստեղ, եւ ասում է, որովհետեւ նայելով տեսավ իրան եւ անցավ։ Եվ շուտով մոռացավ, թե ինչպիսին էր։ Դուրս եկավ, նայեց, տեսավ ինչ-որ թերություն կա վրան, բանի տեղ չդրեց, արագ անցավ, մոռացավ, ելավ դուրս, մեկ էլ են հարևաններ ասին, այդ ի՞նչ է։ Երեսիդ քսված, այդ շորը թխի է տենց, չէ։ Տեսավ, ասում է, անցավ, մոռացավ ու գնաց։ Հետո բերում է ավելի հավես համեմատություն։ Բայց նա, որ ազատության կատարյալ օրենքի մեջ դեն մեկ չէ, ազատության կատարյալ օրենքի մեջ աչքը գցեց, մտիկ տվավ եւ նրանում կացավ։ Ու մեկն էլ նման է, չէ, եկավ տեսավ ու կանգնեց։ Օ, Տեր, հա, էսի ես ունեմ, օքեյ։ Կփոխեմ։ Չէ, էսի ճիշտ չեմ հագե, գնամ հետ փոխեմ։ Սենց էլի տարբեր ձևեր եմ համեմատություն անում, որ մեկն էլ այտենց էր, եկավ ու կանգնավ։ Սրա վերջն ավելի զորավոր։ Նա մոռացուկ լսող չեղավ։ Խոսում ենք, չէ՞, լսող ականջ։ Լսեց, չմոռացավ։ Այսօրվա խոսքն էլ լսեցիր, չմոռանաս։ Ամեն ու կատարես։ Նա մոռացուկ լսող, այլ գործը կատարող։ Այլ գործը կատարող։ Ինքը տեսավ իր թերությունը, Աստված խոսեց, ինքը կատարեց, արեց։ Իսկ այն մյուսը մոռացավ ու գնաց։ Ու ամենազորավոր խոսքը նա իր անելով երանելի է։
Նա իր լսելով չէ, նա իր կանգնելով, նա իր անելով երանելի է։ Սիրելի փաստորեն, երբ որ խորը գնում ես, դու քո անելով ես երանելի։ Կյանքում ոչ մի բան մտածելով կամ ուզելով չի փոխվում, սիրելիս։ Ինչը որ մեզանից է կախված, բաներ կա մեզանից կախված չի, հետի Տիրոջ գործն է։ Ես խոսում եմ իմ ու քո անելիքի մասին։ Ոչ մի բան չի փոխվում, եթե դու չանես։ Նա իր անելով երանելի է։ Ամեն սիրելներես։ Դրա համար շատ կարևոր բան է անելը։ Հիմա կասես, մուշեղ աղբեր, լավ այսքան խոսում ես անելուց, ոնց անենք, չենք կարող անենք։ Կարա լինի հարց։ Բայց տեսեք, կա պայման, կա բան, որը որ պիտի անես քո կյանքում, որ կարենաս անես։ Ամենաառաջի բանը դու պիտի որոշում կայացնես, սիրելիս, որ ես անելու եմ։ Բայց որոշումը այդքան հերիք չի։ Որոշումից հետո դու պիտի հնազանդվես Տիրոջը։ Չնայելով ինչ է իրավիճակը թելադրում, այլ քո հնազանդությունը իրան։ Աստվածաշնչում, որ նայում ես, Նոյին Աստված պատվիրեց տապան կառուցի։ Ունես ժամանակներում մարդիկ ջրեղեղ չէին տեսել։ Չկար դեռ այդպես բան։ Ու ես մտածում եմ, երևի սարերի վրա էր, չէ՞ կառուցում ինքը, ջուր էլ չկար կողքը։ Պատվիրեց տապան կառուցի։ Ու գալիս էին մարդիկ գրված է, չէ՞ ծաղրում էին իրան, ասում են, ես լավ չի Նոյը։ Ու Նոյը լսեց, մի փոքր իր համար էլ գուցե ժամանակ մտածեց, ես ինչ ասում Տերը։ Չգիտեմ, կարող է։ Բայց ինչ արեց։ Ինքը հնազանդվեց Աստծո խոսքին։ Ու գիտես ինչ ձև հնազանդվեց։ Ամբողջությամբ։ Դրա համար որ ես խոսում էի, մասամբ արած գործերդ դա անել չի։ Երբ որ ինձ ինչ որ մի բանի մեջ գործի մեջ են դնում, օրինակ ասում են կգնաս, այստեղից այս բանը կվերցնես, ակետից բեկետը, բեկետից կգաս ցեկետ, ես երբ որ այդ գործողությունը չեմ անում, ով որ պատվիրել է, եղբայրս կլինի, ովս կլինի, չգիտեմ։ Երբ որ ես ակետից չեմ գնում B, այլ ակետից գնում եմ միանգամուց C, ես իր ասածը չեմ արել։ Դրա համար շատ կարևոր բան է հասկանալ, նայեք, այս գաղափարը պիտի դուրս գա, որ դե արել ենք էլի նման բանը արել ենք, էլ ինչ կարևոր էր այտենց անել։ Այո, կարևոր է։ Կարևոր է, եթե մարդը քեզ կամ Աստված քեզ ասում է ինչ-որ բան, ստեղից ստեղ, ընդեղից ընդեղ, ուրեմն կարևոր է դա տենց։ Դու մի փոխի, դու մի քո ձևով արա, ուղղակի վերջնարդյունքում ասա ես արել եմ դա։ Ընտանիքում ըտլում է դες բաներ։ Չէ, A-կետից գնա B, B-ից C, մեկ էլ նայում ես A-ից C ավելի մոտիկ է։ Ասում ես ինչ էդ համ B հետո կամ C։ Չէ, եթե տենց ասվե, այտենց պետք է արվի։ Այդ դեպքում դու ցույց ես տալի քո հնազանդությունը տվյալ ասողին, որովհետև ես այն ձև արեցի, ինչպես որ դու պատվիրել էիր ինձ։ Ու նույնը Աստված մարդ հարաբերության մեջ է։ Հնազանդությունը էսի չի, հնազանդ եմ Տեր։ Հնազանդությունը էս է, սիրելիներս։ Հնազանդ եմ Տեր։ Ամեն։ Հնազանդ եմ Տեր։ Հալելույա։ Էտա հնազանդությունը, հնազանդ եմ, չգիտեմ, ում հետ է կապված քո խնդիրը, քո այդ անելիքը, հնազանդ եմ կանեմ, չես անելու, հնազանդ չես, մի ասա կանեմ, ասա ես չեմ անելու տենց, ես չեմ կարա տենց անեմ, բայց որ խոսք ես տվե ասել ես ես կանեմ, ուրեմն իր ասած ձևով արա, որովհետև այդ ձևը տենց է, քո ասած ձևը արդեն փոխում ես դու ընդհանուր իմաստը ու ընդհանուր գործողությունը, ու Նոյը, երբ որ նայում ես, Նոյը դետալները նույնիսկ սանտիմետրերով կառուցեց ընենց, ոնց որ Աստված էր ասել։ Ամեն բան կառուցեց Աստծո ասածով ու չափերով։ Ու ստեղից ինչ հետևություն ենք մենք ունենում։ Աստված եթե քեզ պատվիրում է մի բանի մեջ կառուցես ինչ-որ բան կամ անես, դու պիտի անես ուղիղ ընենց ոնց որ ինքն է պատվիրել։ Հակառակ դեպքում ջուրը կլցվի մեջը նավի։ Կիսատ բռատ բաներ Աստված չի սիրում, սիրելիս։ Ջուրը կլցվի։ Ես հավատում եմ մի սանտիմետր Նոյը սխալ կառուցած լիներ կամ այդ պատերի աստությունը իր մտածածով ասել, դե ինչ տարբերություն ասենք 10 ասե, գծելուց ասենք մտածում եմ կարող կդրելուց 9-ել է կդրել, դե ես էլ որ գործի մեջ մարդ եմ,
Ուտելա կդրե բան ասելա դե կարենք դնենք էթա, բայց հետո չէ Տեր, դու 10 ես ասե։ Ու 10 եմ դնում ես։ Ու այդ ճնշումը դրա համար էլ դիմացավ ինքը։ Ամբողջության բնազանդությունը հենց այդտեղ է, սիրելիներս։ Ամեն։ Աբրահամը երեխու տար Իսահակին։ Կեսից հասներ խնդրեր ընկներ ոտերը ասեր Տեր, չեմ կարող։ Տվել ես մի երեխեն ա, չեմ կարող Տեր։ Հնազանդվեց մինչև վերջ։ Մինչև վերջ։ Մովսեսը գրագի միջից խոսեց, Տեր ես լեզու չունեմ, ես ոնց անեմ։ Տկարություններիդ մի նայ, սիրելիս։ Աստված քո տկարության մեջ զորացնող Աստված է։ Տկարություններիդ մի նայ։ Երբ որ մի բան պիտի արվի, մի նայ, որ դու չես կարա։ Եթե նայ ասե, հաստատ կարաս։ Հաստատ կարաս, որովհետև ինքը իր խոսքի հետևը կանգնած է, բայց իրան մարդ է պետք, որ ասի հնազանդ եմ Տեր։ Ամեն սիրելիներս։ Եվ սենց որ գալիս է Ովսեփի կյանքը, ամբողջության բնազանդություն, մինչև որ Աստված իր հնազանդության ու իր խոնարհության ու իր Աստծո խոսքը պահելու պատճառով Աստված իրան նստեցրեց փարավոնի աջ կողմը եւ խոսք ասում է եւ փարավոնից բացի ոչ մեկ նրանից բարձր չէր։ Բայց գիտես ամենակարևոր բանը որն է։ Ովսեփի հայացքը ուղղված չէր փարավոնին։ Այո, նա որպես աշխարհի մեջ, որպես ենթակա ինքը նաև հնազանդ էր փարավոնին։ Պահում էր այդ ամեն ինչը, բայց իր հայացքը Տեր Հիսուսն էր։ Իր հայացքը Աստված էր։ Եվ իր հնազանդության պատճառով Աստված իրան բարձր տեղ դրեց։ Ամեն Սամուելը որ մեկին ասես Աստվածաշնչից։ Խոսի Տեր, վազեց, երիտասարդ։ Պետրոսը Տեր դու ես այդ ջրի վրա։ Հա ես եմ Պետրոս։ Եթե ասես արի կգամ։ Մի բառ։ Եկ։ Չէր բացատրում է Հիսուսը, որ գիտես աչու ձախ նայես էսել լինի։ Եկ։ Մեկ հիմա դու կասես հավատքը բան չէ, երիքես կեսից սուզվեց, բան արեց, բայց ես մեկ որ կարդում եմ այս տեղը, ասում եմ Տեր ինչքան շնորհակալ եմ որ Պետրոսը գնաց։ Ինչքան լավ էր որ գնաց։ Իր վստահությունը Հիսուսի վրա գնաց։ Կարևորը գնաց։ Մենք էլ սիրելիներս մեր կյանքում էլ կարան գնանք մի բանի մեջ, մեկ ընկնենք էլ, սուզվենք էլ, բայց իմացի Հիսուսը ծերը բարձացա, որովհետև դու իր եկին ասել ես այո եւ ամեն։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է սիրելիս։ Իմ ու քո կյանքում ոնց կատարենք խոսքը։ Ես միշտ որ խոսք եմ խոսում, անկեղծ անամ, էլի։ Ասում եմ Տեր, գալիս եմ որ հետս խոսես։ Ինչ որ խոսում ենք մենք մեզ էլ է վերաբերվում սիրելիներս։ Մենք անոթ ենք, որոնց որ Աստված օգտագործում է ուղղակի։ Եթե նա չտա, մարդը ոչ մի բան չունի տալու։ Մարդը բան չունի տալու, եթե նա չխոսի։ Ամեն։ Դրա համար թանկագիններս օրհնալ է մեր Տեր Հիսուսը, որ իր մեջ շնորհ գտանք, իր առաջ կանգնելու, ծառայելու, մի բաժակ մեկին ջուր տալու, մի հատ դուռ բացել, փակելու, չգիտեմ, որ իր առաջ շնորհ գտանք, սիրելիներս։ Ամեն բան էլ ինչ որ սրտից է տարվում, Աստծո առաջ շատ հաճելի է, սիրելիս։ Կապ չունի։ Փառք մեր Տիրոջը, հզոր է մեր Տերը, օրհնյալ է մեր Տերը, փառավոր է մեր Աստված։ Անհնազանդությունը Սուզան Քուրջան, կուզեմ երկրպագենք Տիրոջը, հա։ Անհնազանդությունը սիրելիս, գիտես, քո կյանքում կտանի մի տեղ, որտեղ դու կդադարես Աստծո ձայնը լսելուց, սիրելիս։ Չի խոսել Աստված քո հետ։ Եթե քո երեխային 10 անգամ մի բան ասես, ու քո երեխան չլսի ու լսելու չտա, դու էլ չես ասի իրան բաներ։ Դու էլ չես ասի իրան բաներ։ Բայց երբ որ տենում ես երեխատ ասողա, անողա,
Երեխա ասում ես, բան ասում է, խնդիր չի, հեսա կանեմ, մնաց, մոռացել է ինքը, 20 անգամ պտի նամակ գրես, ասես, մի մոռացի, պտի անես ես բանը։ Երեխա խոսում ես, ինքը լսում է, ձենել չի անում, մեկ էլ տենում ես արել է այդ գործը արդեն։ Սիրտդ ուժեղ է տաքանում է տանողի վրա։ Սերը նույնն է, միշտ ասել եմ ու կասեմ, Աստված բոլորիս հավասար է սիրում, բայց հաղորդակցությունը տարբեր է, սիրելիներս։ Ամեն։ Եվ վերջում ամենամեծ մեր օրինակը ով է։ Պիտի ասեմ, լավ, սենց զգում եմ հոգուս մեջ, որ պիտի խոսեմ սրա մասին։ Ուրեմն մի քանի ամիս առաջ էր, երևի մի տարի առաջ, աղոթք էի անում ու Տիրոջը հարցնում էի, ասում էի, Տեր, կարա՞ր լիներ այնց, որ Հիսուսը չգար երկրի վրա։ Ու ոնց որ սենց երկխոսություն էր իրար հետ, ու Սուրբ Հոգին ասեց, չէ որդիս, չէր կարա լիներ այդպես բան։ Ու աղոթքիս մեջ հարցնում էի ու ասում էի, բայց ո՞նց Տեր։ Ու բացեց սենց Սուրբ Հոգին ինձ։ Ուզում եմ ավելի խորը գնանք, սրանից հետո ավելի շատ ես Հիսուսին սիրելու։ Նայի, ու բացեց սենց։ Ասեց երկնքում, երբ որ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին որոշեցին, որ Հիսուսը պիտի գա մարդկության մեղքերի համար, Հիսուսը չէր կարա չգար, որովհետև նա այնտեղ կամք չուներ, որովհետև երկնքում իրանց երեքի կամքը մեկ էր, Հայրը որոշեց, Որդին հնազանդվեց և Սուրբ Հոգին էլ հաստատեց, իրանց կամքը մեկ էր, չէր կարա չգար։ Եվ հետո աղոթում էի ու նորից խնդրում էի Տիրոջը ու աղոթքիս մեջ հարցրեցի Տիրոջ, ասի Տեր, բայց կարողա գար ու խաչը չբարձրանար։ Ես ինքս, ես իմ ասեմ լավ, այտենց սնես չլնի էլի, որ ես բանով, ուղղակի ոնց կուզես վերցրա։ Ես դրանից հետո շատ եմ սիրահարվել Հիսուսին, դրա համար ուզում եմ ասեմ։ Ես ինքս մտածում էի, որ չէր կարա այտենց բան լիներ։ Ու տես մտածելով աղոթք եմ անում, ներսիցս զգում եմ, որ Սուրբ Հոգին ասում է կարար։ Հիմա ես բան եմ ասում, կարող է զարմանաք, չէ՞, բայց ինչը որ ապրել եմ, այդ եմ ասում։ Ասես կարար։ Ու ես սկսեցի զարմանալ, ոնց կարար ելներ, Աստծո նախասահմանված բաները, չէր կարա այտենց ելներ։ Ու սկսեցի հենց զարմանում ես ինչ որ բանի վրա, սկսի Աստվածաշունչը փորել։ Սկսի Աստվածաշնչի մեջ ման գալ։ Ու սկսեցի ման գալ Աստվածաշնչի մեջ։ Իմ համար ամբողջ Աստվածաշունչը, ամեն գրքերը Աստվածաշունչ են։ Ու ես կարդում եմ սկզբից մինչև վերջ, բայց կա 4 գիրք, որ շատ ավելի կարևոր են իմ համար։ Այո, բոլորը կարևոր են, լավ հասկացի, խնդրում եմ, հոգևոր բան եմ ասում, սիրելիս։ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես։ Այս ավետարանները, որտեղ մեր Տեր Հիսուսը անձամբ խոսացե, իմ համար դրանք բարձր տեղում են։ Ու սկսեցի փորել ու տեսա, գիտես ինչ, ու տեսա, որ Հիսուսը ամբողջ իր ծառայության ընթացքում, ամբողջ իր այդ ժամանակների մեջ մի բան էր անում։ Իր կամքը դնում էր, որ հոր կամքը կատարվեր։ Ու երբ որ ես ավելի խորը գնացի Սուրբ Հոգին խոսեց, ասես նայի։ Երբ որ Հիսուսը ծնվեց Մարիամից, ինքը երկնքում կամք չուներ, բայց ծնվելուց հետո ինքը մարդկային կամք ուներ արդեն։ Մարդկային կամք ուներ արդեն։ Ու ինչ էր անում Հիսուսը։ Ամբողջ իր ընթացքում ամեն ժամանակ ինքը ասում էր, ես իմ կամքը դնում եմ, որ հոր կամքը կատարվի։ Սիրելիս, երբ որ ավելի ես խորանում ու նայում ես Գեթսեմանեում, Հիսուսը ինչ էր անում։ Հիսուսը 3 անգամ
Արցունքները ասում արյուն էր դարձել քրտինքը։ Ահագում էր, ասում էր. Տեր, եթե հնարավոր է, այս բաժակը վեր առ ինձանից։ Մարդկային կամքներ սիրելիս։ Իմ ու քո կյանքում չի կարա Աստծո կամքը կատարվի, քանի դեռ մեր կամքը հետնա։ Կամ կատարվում է մեր կամքը, կամ կատարվում է Աստծո կամքը, սիրելիներս։ Դրա համար փառավոր է մեր Տերը, սովորենք իրանից, սիրելիներս։ Կամքը դիր, որ Աստծո կամքը կատարվի։ Ու երբ որ հասկացա, Տեր, դու ինչքան չարչարվեցիր, իմ տեղներ այդ խաչը, Տեր, ես պիտի տես ծեծվեի, ջարդվեի, ինձ պիտի անեին այդ ամեն ինչը, բայց դու դրեցիր քո կամքը, Տեր, որ ես կյանք ունենամ։ Ու այդ ժամանակ գիտես ինչ ես հասկանում, մի բան, հասկանում ես, որ ավտոմատ չէր այդ գալը Հիսուսի, որ եկավ, ասված էր, եկավ, արեց, գնաց, ինքը իր կյանքով արեց էդի, որ քեզ ունենա, ինձ ունենա, մեզ ունենա, դրեց ամեն բան։ Ամեն։ Կարանք մի հատ բարձր ծափ տանք Հիսուսին։ Փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Հիսուս, փառքես Տեր։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս։